Հայաստանը շատ մեծ դեր է ունեցել հայրենական պատերազմի մեջ։ 7-րդ դասարանում է սովորում Արամը, չնայած հայրենական պատերազմի թեման դպրոցական հաջորդ տարվա ծրագրում է, բայց հասցրել է կարդալ, ուսումնասիրել ընդդեմ ֆաշիզմի տարած հաղթանակի հերոսական դրվագները։ Շատ մեծ զոհեր կրել են նաև Կիևի, Մինսկի, Պարիսպների առաջ և Սովետական միությունը կարողացել է միավորվելով պայքարել ֆաշիստական Գերմանիայի դեմ։ Պատանին հաղթանակի թելադրություն ստուգատեսի կրտսեր մասնակիցներից է, թեստի առաջադրանքները կարդացել ու ընկալել է հեշտությամբ, հուսով է դրանց մեծամասամբ ճիշտ է պատասխանել։ Ավելի քան 2 միլիոն մասնակից աշխարհի 90 երկրից։ Ավանդույթ դարձած թելադրություն թեստը այս տարի նվիրված է հաղթանակի 80-ամյակին։ Թեստերը ես դյուրությամբ կհաղթահարեմ, որովհետև ռուսերենը հաշվի առնելով, որ իմ տատիկը կազակ է, ինձ համար գրեթե մայրենի է, բայց սա ավելի շատ պատերազմի պատմությանը վերաբերող, ընդ որում ժամանակագրությանը վերաբերող հարցեր են, որտեղ շատ խոչընդոտներ կան։ Արկտիկայից միջազգային տիեզերակայան նախագծի աշխարհագրությունը հատել է երկիր մոլորակի սահմանները։ Հայաստանում այն իրականացվում է Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ։ Тест довольно-таки простой. Թեստը բավական հեշտ է, կազմված 20 հարցից։ Արդեն երկրորդ տարին է, հարցերից մի քանիսը վերաբերում են հայրենական պատերազմին, հայերի մասնակցությանը։ Это несомненно очень важное мероприятие. Սա անկասկած կարևոր միջոցառում է հատկապես երիտասարդների համար։ Թելադրությունից զատ նրանք նաև իմանում ու սերտում են, թե ինչեր են տեսել ու ինչերի միջով են անցել մեր պապերն ու տատերը ընդդեմ ֆաշիզմի հաղթանակում։ Հաղթանակի թելադրությունը չունի տարիքային սահմանափակում։ Հայաստանում այս տարի ստուգատեսը ունի մի քանի 100 մասնակից։ Թեստը գրել են նաև Կապանում, Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Վիոլետովոյում։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։